Դրական լույսի տակ ընթացող Միացյալ Նահանգներ Իրան միջուկային բանակցությունները չեզոքացնում են Իրանի վրա հարձակման վտանգները։ Փորձագետները նկատում են նվազագույնի են հասել նաև Միացյալ Նահանգների սպառնալիքները։ Թրամփը այլևս չի ուզում ռումբեր նետել Իրանի ուղղությամբ, ինչպես ընդամենը 1 ամիս առաջ էր հայտարարում։ Ընդհակառակը, հիմա Միացյալ Նահանգների ղեկավարը կարծում է, որ բոլոր նախադրյալները կան Իրանի հետ գործարք կնքելու համար։ Այս առումով կապվել են նաև Իսրայելի ձեռքերը, որի շահերից չի բխում Միացյալ Նահանգների և Իրանի հարաբերությունների կարգավորումը, իսկ Նեթանյահուն առանց Թրամփի թույլտվության չի կարող նույնիսկ 1 ռումբ նետել Իրանի ուղղությամբ։ Ընդամենը 1 շաբաթ առաջ լուրեր տարածվեցին, որ Իսրայելի վարչապետի գլխավոր դաշնակից Թրամփը արգելել է նրան հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին։ Իսրայելը ծրագրել էր մայիսին թիրախավորել դրանք։ Սա նշանակում է Իրանի բարձր դիրքը ներկա իրավիճակում, այսպես ասած, բանակցությունների մեջ Իրան-ԱՄՆ։ Իրազներ են, թե Իսրայելը պիտի թելադրի ԱՄՆ-ին, որ ինչ ոճով է բանակցությունները առաջ տանելու, կամ ինչ թեմաների մասին առհասարակ պիտի խոսել, կամ չպիտի խոսել։ Միայն Իրանի թշնամիները չեն զսպվում Թեհրան-Վաշինգտոն միջուկային հաջող բանակցությունների ընթացքից։ Զսպվում են նաև Հարավային Կովկասում պատերազմ հրահրող հիմնական ուժերը՝ Բաքուն ու Անկարան։ Թուրքիան եւ Ադրբեջանը միգուցե շատ էլ ցանկություն չունենան, որ այդ բանակցությունները, այսպես ասած, դրական արդյունքների հասնեն։ Եթե Իրանը կարգավորվում է իր արտաքին հարաբերությունների մասնավորի արևմուտքի հետ, իր դիրքերը պնդանում է բնականաբար Հարավային Կովկասում։ Իսկ Հարավային Կովկասում Ադրբեջանին ու Թուրքիային կայունություն ու խաղաղություն պետք չէ։ Չէ՞ որ Բաքվի ու Անկարայի միակ նպատակն է, որ Սյունիքը ատամներով պահող Իրանում խժդժություններ սկսվեն ռազմական գործողությունների տեսքով։ Ըստ իրենց պլանի Իրանը պատերազմի մեջ պետք է ներքաշվեր, որ իրենք կարողանային հանգիստ պոկել Իրան-Հայաստան 44 կիլոմետրանոց սահմանը։ Իրանը հստակորեն փորձում է այդ 44 կիլոմետրը, այսպես ասած, անձեռնմխելի հայտարարել։ Իրանը փորձում է այդ հիմնականում չեզոքացնել, Զանգեզուրի միջանցքը կտրել։ Միացյալ Նահանգներ Իրան փուլային բանակցությունների ֆոնին Ադրբեջանը կտրել է Սյունիքը պոկելու հույսը։ Փորձագետները կասկած չունեն, մոտ ապագայում Թուրքիան էլ, Ադրբեջանն էլ չեն փորձի ոտնձգություն անել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի նկատմամբ։ Ներկա իրավիճակում կարելի է եզրակացնել, որ գալիք մոտ ապագայում դժվար թե մենք Զանգեզուրի միջանցքի թեմա ունենանք։ Իրանը ամբողջովին այդ թեման փորձում է փոխարինել իր ամբողջական տարածքով։ Իրանագետը կասկած չունի, Միացյալ Նահանգներ Իրան հարաբերությունների կայունացմամբ ոչ միայն երկրորդ պլան է մղվել Սյունիքը խլելու թուրք-ադրբեջանական տանդեմի երազանքը, այլ նաև կանխվել է Թուրքիայի հնարավոր ներխուժումը Հայաստան։ Հասմիկ Սերոբյան, Միլենա Պողոսյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։